Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Նազովրեցու Սուրբ անունն եմ կանչում ամեն մեկիս վրա, անուն, որ բարձր է ամեն անունից, ամեն իշխանությունից, նա թագավորների թագավորն է, արքաների արքան, նրան է տրվել Աստծո կողմից ամբողջ իշխանությունը, նա է դատավորը, նա է, որ գալիս է, որ շուտով գալու է, բայց այս անգամ ոչ թե որպես զատիկի գառ, այլ որպես դատավոր։ Առաջին Տիմոթեոս 6-րդ նամակի 17-ից 21 խոսքերում Պողոս առաքյալն ասում է Տիմոթեոսին. այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ չմեծամտանան, եւ ոչ էլ հույսը դնեն դատարկ հարստության վրա, այլ Աստծո վրա հույս դնեն, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն եւ ուրիշին բաժին հանեն իրենց ունեցվածքից։ Սա միայն հարուստներին չի վերաբերում, այլ ամեն մարդու։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով լավ հիմք կունենան հանդերձյալ կյանքի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ Ով Տիմոթեոս, քեզ տրված ավանդը պահիր եւ հեռու մնա պիղծ ու նայնաբանություններից, պիղծ դատարկաբանություններից ու քննարկումներից եւ սուտանուն գիտության հակառակություններից, որն ընդունելով ոմանք մոլորվեցին հավատից։ Շնորհը քեզ հետ լինի։ Ամեն։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով գալիս եմ ողորմությանդ գահի համար եւ խնդրում ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս համար, ամեն լսողի ու նրա ընտանիքի անդամի համար, որ աշխատես մեզանից ամեն մեկի հետ, մեր սրտերի հետ, որպեսզի մենք գանք այս հասկացողությանն ու հասունությանը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը, որ մեր միակ հույսը Աստված լինի ամեն բանում, որ հասկանանք, որ ամեն բարիք բան ու առատություն դու ես տալիս, եւ այդ ամենը տալիս ես, որպեսզի ուրիշների հետ կիսենք, քո թագավորության գործի մեջ դնենք ու գանձ հավաքենք մեր երկնային կյանքերի համար, որ ճշմարիտ կյանքը ձեռք բերենք Հիսուս Քրիստոսով։ Ոչ թե այս աշխարհի համար, ոչ թե այս անցողիկ կյանքի համար, եւ որ Տեր չմոլորվենք հավատքից, ճշմարտանման, բայց իրականում սուտ գիտելիքներով ու դատարկաբանություններով։ Սուրբ Հոգի, խնդրում եմ, դու որ ամեն մեկից գիտես, ու գիտես ինչ խաբեություններով ենք բռնված, ինչ կուրքեր ունենք, որտեղ ենք կույր, քանդիր դրանք, հանիր մեզ փոսերից, Հիսուսի անունով խնդրեցի, շնորհ արա մեզ, Հայր երկնային։ Ամեն։ Հիմա անդրադառնանք ելք գրքին, 12-րդ գլուխն է, շարունակենք այսօրվա ընթերցանությունը եւ մեկնաբանությունը։ Իսկ դուք նախկին դասերը լսեք, որպեսզի ընդհանրական ճիշտ պատկեր ունենաք ու ոչինչ սխալ չհասկանաք։ Իսկ հասկացողությունը թող Աստված ինքը բացի։ Անդրանիկների մահը։ Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին, իր գահին նստած Փարավոնի Անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի Անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։ Գիշերը վեր կացան Փարավոնը ինքը, նրա բոլոր ծառաները ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին եւ Ահարոնին եւ ասաց. «Վեր կացեք, դուրս ելեք իմ ժողովրդի միջից, դուք էլ, Իսրայելի որդիներն էլ, գնացեք պաշտեք Տիրոջը, ինչպես որ ասացիք։ Առեք ձեր ոչխարներն ու ձեր արջարներն էլ, ինչպես որ ասացիք, գնացեք եւ ինձ էլ օրհնեք»։ Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին եւ շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որտեղ ասում էին ամենքս էլ կմեռնենք։
Իսրայելի ժողովուրդը իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով դրեց իր ուսին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին։ Եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Սուրբ Հոգի Աստված, ես իմ բերանը քեզ եմ հանձնում, Տեր, թող ամեն բառ լինի քո կամքով, Տեր ջան, և լսողների սիրտը պատրաստի, ականջները բացի, Տեր, որպեսզի կարողանան ստանալ քո սուրբ խոսքը, որ արդարության խոսք է, հավիտենական խոսք է, բժշկության խոսք է, ճշմարտությունն է, որպեսզի նրանց սրտերը չհակառակվեն և չարը չկարողանա գողանալ, Տեր, այս բարի սերմերը։ Սա վերջին պատուհասն էր Եգիպտոսի առաջնեկների մահը, և Աստված արեց այն, ինչ զգուշացրել էր փարավոնին, ու Աստված սպանեց Եգիպտոսի առաջնեկներին։ Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։ Աստված ասել էր արդեն Մովսեսին, որ փարավոնը թույլ չէր տալու Իսրայելի ժողովրդին հեռանալ Եգիպտոսից, մինչև որ Աստծո զորավոր գործերը չստիպեին փարավոնին դա անել։ Դա կարդացինք Ելք գրքի 3 գլխի 19-20-ում։ Եվ Աստված նաև ասել էր Մովսեսին, որ այդ զորավոր գործը անդրադառնալու էր նաև Եգիպտոսի առաջնեկների վրա։ Ելք 4:23-ում Աստված ասաց. «Եվ ասում եմ քեզ, թույլ տուր իմ որդուն, որ պաշտի ինձ, իսկ եթե չուզենաս թույլ տալ նրան, ապա ես կսպանեմ քո որդուն, քո անդրանիկին»։ Այժմ իրավիճակը զարգացել էր ճիշտ այնպես, ինչպես Աստված ասել էր։ Աստծո խոսքը գետնին չի ընկնում, նրա խոսքը միշտ էլ կատարվում է։ Եվ այս չարիքը գալիս էր ոչ միայն բարձրաստիճան փարավոնի վրա, այլ նաև անգամ բանտում գտնվող կալանավորի կյանք ու անգամ անասունների առաջնեկներն էին մեռնելու։ Եգիպտոսի բոլոր առաջնեկները։ Այս պատուհասը ուղղված էր երկու Եգիպտոսի համար կարևորագույն չաստվածների դեմ։ Նախ Օսիրիսը եգիպտական աստվածն էր, նրանցից մեկն էր, որը համարվում էր կյանք պարգևողը, կյանք տվողը։ Երկրորդ, սա ուղղված էր հենց փարավոնի ենթադրյալ աստվածության դեմ, և դրա համար սպանվելու էր հենց փարավոնի առաջնեկը, ով նստելու էր նրա գահին։ Սվինքսի մոտակայքում գտնվող մի դամբարանում հայտնաբերվել է մի արձանագրություն, որտեղ գրված է եգիպտական չաստվածների մի հանդիսավոր խոստում, որ Թութմոս IV հաջորդելու էր իր հորը Ամենհոտեպ II, որին շատերը համարում էին այս Ելք գրքի ժամանակների փարավոնը։ Չաստվածների այս եզակի ընդգծված խոստումը, որ տեղի կունենա այդքան բնական բան, որ ավագ որդին կբազմի հոր տեղը որպես փարավոն, թերևս պայմանավորված էր նրանով, որ Թութմոս IV իր հոր առաջնեկը չէր, որտև առաջնեկը մահացել էր հենց այս զատիկի ժամանակ։ Հետևաբար նրանք կարծում էին, որ երկրորդ ծնված որդին հատուկ պաշտպանության կարիք ունի այս չաստվածների կողմից, և դրա համար այդ արձանագրությունն էին գրել ու դրել դամբարանում։ Նրանք չէին հասկանում, որ այդ չաստվածները չէին կարող ոչինչ անել իրական ու զորավոր Եհովա Աստծո առաջ, որ այդ չաստվածների պատճառով իրական Աստծո ցասումն էին շարժում։ Գիշերը վեր կացան, փարավոնը ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Փարավոնի հետ գործ ունենալիս Աստված նախ պետք է բացեր նրա հասկացողությունը, նրա միտքը, ապա կոտրեր փարավոնի կամքը։ Փարավոնի խնդիրը բավարար մտավոր բանական ապացույցների բացակայությունը չէր։ Նա 10 պատուհաս էր տեսել։ Նա գիտեցնում էր Աստծո զորությունը, այլ մենք հասկանում ենք, որ նրա սիրտը պետք է կոտրվեր և փափկեր Աստծո առաջ։
Եգիպտոսը և Փարավոնը հրաժարվում էին Աստծուն վերադարձնել Աստծո առաջնեկին Իսրայելին։ Այդ պատճառով Աստված վերցրեց Եգիպտոսի առաջնեկներին։ Վերջապես Փարավոնը գիտեր, որ Տեր Աստվածը մեծ է, զորավոր է, ամենակարող է բոլոր եգիպտական չաստվածներից և ավելի մեծ է, քան ինքը Փարավոնը, որ ինքն իրեն համարում էր Աստված, և եգիպտացիներն էլ էին նրան պաշտում որպես Աստվածի։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Ելք 2-րդ գլխի 23-ում կարդացինք, որ Իսրայելը աղաղակեց Աստծուն փրկության համար, օգնության համար, և ելք 5-15-ում տեսանք, որ Իսրայելի ավագները գնացին Փարավոնի մոտ, նրան դիմեցին, որ կարեկցանքով ու ողորմությամբ վարվի իրենց հետ, բայց Փարավոնը չլսեց նրանց, ավելի չարությամբ լցվեց, ավելի մեծ տանջանք դրեց ժողովրդի վրա, ու հիմա ինքն ու եգիպտացիները պատճառ ունեին լաց լինելու և աղաղակելու փրկության համար։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են Փարավոնն ու եգիպտացիները արձագանքում Աստծուն։ Հիշենք, որ Մովսեսն ու Ահարոնը Աստծուն են այստեղ ներկայացնում։ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք, դուրս ելեք իմ ժողովրդի միջից, դուք էլ Իսրայելի որդիներն էլ գնացեք պաշտեք Տիրոջը, ինչպես որ ասացիք»։ Փարավոնը պարզապես թույլ չտվեց Իսրայելին հեռանալ Եգիպտոսից, այլ արդեն ինքն է հրամայում, խնդրում, որ գնան։ Սա հենց այն էր, ինչ Տերը Մովսեսին ասել էր, որ կպատահի, և դա ասել էր Ելք 11:1-ում։ Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ Փարավոնին և Եգիպտոսին, դրանից հետո ձեզ կարձակի այստեղից, և հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։ Առեք ձեր ոչխարները, ձեր արջառները, էլ ինչ որ ասացիք գնացեք»։ Փարավոնն այլևս սահմանափակումներ չի դնում։ Նախկինում ասում էր գնացեք, բայց միայն դա արեք Եգիպտոսում, հետո ասում էր գնացեք, բայց առանց ձեր անասունների, հետո ասում էր գնացեք, բայց կանանց ու երեխաներին մի տարեք, իսկ հիմա ասում է արեք այնպես, ինչպես ասել եք, բոլորովդ գնացեք։ Եվ հետո ասում է և ինձ էլ օրհնեք։ Սա ցույց է տալիս, որ Փարավոնը գիտեր, թե ով է Տերը, ով էր իրական Աստված, որն ավելի մեծ էր, քան Փարավոնը, և որից Փարավոնը պետք է օրհնություն փնտրեր։ Փարավոնը այս գիտելիքին հասել էր միայն կոտրված լինելու միջոցով։ Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որտև ասում էին ամենքս էլ կմեռնենք։ Ժողովուրդը իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով դրեց իր ուսին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին։ Եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Եգիպտացի ժողովուրդը նույնպես համաձայնվեց, որ իսրայելցիները պետք է շտապով հեռանան, որտև վախենում էին, որ իրենք բոլորն էլ մեռնելու էին, և պատրաստ էին վճարելու կարծես իսրայելցիների հեռանալու գինը։ Աստված ասել էր, որ Իսրայելի ժողովուրդը շտապ պիտի հեռանար, հետևաբար Իսրայելի որդիները շտապ հեռացան, այնքան արագ, որ ժամանակ չկար հացը բարձրանար։ Ահա թե ինչու նրանք ստիպված էին անթթ խմոր հաց ուտել, ինչպես Տերն էր պատվիրել։ Այստեղից գուցե կարելի է պատկերացնել, որ ոչ բոլոր իսրայելցիներն էին ենթարկվել Աստծո հրանգին, որ անթթ խմոր հաց պատրաստեին, ու դրա համար երբ հեռանում էին Եգիպտոսից, իրենց հացը պատրաստ չէր։ Ու հիմա իրենց հեռանալու շտապողականության պատճառով նրանք ստիպված էին անել այն, ինչ Աստված ասել էր նրանց, քանի որ Աստված այնպես էր կարգավորել հանգամանքները, որ նրանք չկարողանային թթխմոր օգտագործել։ Մեզ համար ավելի լավ է, որ հենց սկզբից լսենք Աստծու հրահանգը և կատարենք։ Միևնույնն է, վաղ թե ուշ անելու ենք։ Նույն կերպ, երբեմն Աստված մեկնաբան ասում է, այնպիսի հանգամանքներ է կարգավորում մեր կյանքում, որ եթե մենք չհնազանդվենք, բան շատ ավելի ցավոտ կլինի, և հնազանդությունը Աստծուն կենսական նշանակություն է ստանում։
Անգամ այնպիսի հանգամանքներում, երբ նախկինում մենք չէինք հնազանդվի ու սովորաբար կանեինք այն, ինչ մենք ենք ուզում, եւ չենք ընտրի Աստծո կամքը, այլ կընտրեինք մեր կամքը, կամակոր կլինեինք։ Օրինակ, Աստված կարող է ցանկանալ, որ մարդը հրաժարվի այն ընկերներից, որոնք վատ ազդեցություն են բերում, ու եթե մարդը դա չանի, մեկ էլ այդ մարդը կարող է տեսնել, որ այդ ընկերներն են առաջինը լքում իրեն ու չհասկանա, բայց Աստված իր գործը անելու է։ Ցանկանում եմ այսօր ավարտել Աստծո հանդեպ հնազանդության մասին աստվածաշնչյան խոսքերով, որպեսզի հասկանանք դրա կարևորությունը եւ հնազանդվենք։ Բ օրինաց 5-րդ գլխի 33 խոսք։ Գնացեք այն ճանապարհներով, որ Տերը ձեր Աստվածը պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք եւ լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք։ Ա Թագավորաց 15:22 Միթե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Եսայի 1 գիրք գլուխ 19 խոսք։ Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։ Մատթեոս 7:21 Հիսուսն ասաց. Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Ղուկաս 11:28 Իսկ նա ասաց. Երանի նրանց, որ Աստծո խոսքը լսում են ու պահում են այն։ Հովհաննես 14:15 Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, ասաց Հիսուսը։ Հովհաննես 14:21 խոսք Ով ունի իմ պատվիրանները եւ պահում է դրանք, նա է ինձ սիրում։ Ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից, ես էլ պիտի սիրեմ նրան եւ ինձ պիտի հայտնեմ նրան։ Հովհաննես 15:10 խոսքը Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի եւ նրա սիրո մեջ եմ մնում։ Թողնենք այս խոսքերը ներծծվեն մեր մտքի, սրտի, մեր հոգու, մեր էության մեջ, մեր բջիջների մեջ։ Ու թող Աստծո այս զորավոր խոսքերը, հավիտենական խոսքերը, քանդեն մեր կամքի կապանքները ու ծնկի գանք Սուրբ Հոգու առաջնորդությամբ, Աստծո շնորհով, Աստծո առաջ ու հանձնվենք նրան, ու ընդունենք նրա իշխանությունը մեր կյանքերում, եւ մենք մեզ հնազանդեցնենք Աստծո խոսքի իշխանությանը։ Այսքանը այսօր Աստված օրհնի եւ պահպանի յուրաքանչյուրիս։ Թող Աստծո առաջնորդությունը լինի ամենքիս կյանքում։ Մարդուն հաճեցողներ չլինենք, այլ Աստծուն հաճեցնողներ լինենք։ Ամեն